Պողոս Արաքյալի 10 Կորինթացիներին ուղված առաջին նամակի 14-րդ գլուխն ենք հասել, որը որ ամենահայտնի գլուխներից մեկն է, հատկապես այն կրոնական կազմակերպությունների կամ աղանդների կողմից սիրված, որոնք որ ավելի այսպես փորձում են քարոզել լեզվախոսությունը որպես Սուրբ Հոգու շնորհ, բայց իրականում այս գլուխը հակառակն է խոսում։ Իհարկե կոնտեքստից վերցրած որոշակի հատվածներ եւ կոնտեքստից կտրած որոշակի հատվածներ կարելի է մեկնաբանել ինչպես որ կամենում ենք։ Բայց ամբողջ գլուխը 14-րդ գլուխը հենց հակառակն է մեզ փորձում սովորեցնել, որ լեզվախոսությունը լավագույն շնորհներից մեկը չէ, որին մենք պետք է այսպես ամբողջ մեր հոգևոր զգացումներով ձգտենք կամ դրան հասնենք, ինչպես որ շատ հաճախ աղաների մոտ կա այդ ձևակերպումը կամ հաստատումը, որ եթե դու լեզուներով չես խոսում, ուրեմն դու Սուրբ Հոգու շնորհ չունես։ Սա ամենամեծ հերետիկոսությունն է կամ ամենամեծ սխալն է հոգևոր կյանքին կամ կոնկրետ ավետարանի այս հատվածին առնչված, որը որ պետք է յուրաքանչյուրիս համար հստակ լինի։ Սիրո հետամուտ եղեք, նաև նախանձախնդիր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ մարգարեությանը, որովհետև ով լեզուներ է խոսում, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծո, քանի որ ոչ ոք չի հասկանա նրան, չնայած որ հոգու ազդեցությամբ խորհուրդներ է հայտնում։ Իսկ ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում, նրանց հավատն ամրապնդելու, մխիթարելու եւ սփոփելու համար։ Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է ամրացնում, իսկ ով մարգարեանում է, եկեղեցին է ամրացնում։ Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ են նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։ Հետաքրքիր շեշտադրում է, ասում է, ովքեր որ լեզուներ են խոսում, ինքն իրեն է, ով որ լեզուներով է խոսում, ինքն իրեն է ամրացնում։ Սա այն նույն դասական օրինակն է, ինչ որ այսօր մենք տեսնում ենք աղաների մոտ։ Լեզուներ խոսացողը ինքն իրեն է ամրացնում, այսինքն մեծամտանում են կամ հպարտանում են, որ տեսեք, ես լեզուներ խոսում եմ, այ դուք չեք խոսում, դուք Սուրբ Հոգի չունեք, ես ունեմ։ Նաև սեփական անձը հաստատելու սա հոգևոր կյանքում անհաջող մի տարբերակ է, որովհետև գիտեք, հոգևոր շնորհները եւ առհասարակ շնորհները եւ հոգևոր կյանքում մեր ունեցած շնորհները կիրառելու հիմնական ու ամենակարևոր պայմանը եկեղեցին ամրացնելն է, դիմացինին օգնելն է, դիմացինի կարիքին արձագանքելն է։ Հոգևոր կյանքում, եկեղեցական կյանքում ոչ մեկ չի ասում, որ դու քո անձը պիտի մոռանաս, դրա մասին չի խոսքը, կամ քո անձի ցանկությունները երկրորդես։ Խոսքը նրա մասին է, որ այդ եսասիրությունը, երբ որ ասում ենք դա վատ բան է եւ պիտի մենք եսասիրությունից հրաժարվենք, այդ նշանակում է, որ հոգևոր կյանքում, համայնքային առհասարակ կյանքում միշտ քո համար պիտի լինի կարևորը դիմացինը, առաջին հերթին։ Խոսքը նորից եմ ասում, անդեմ կերպար լինելու մասին չի, ընդհակառակը, եթե դու ուզում ես, որ դու դիմացինին ըստ արժանվույն կարևորել, գնահատել, դու պետք է դեմք ունենաս, դու պետք է անհատականություն լինես։ Խոսքը էգոիզմի մասին է, որը որ պիտի մեր կյանքում տեղ չունենա։ Այս ամենակարևոր պայմանն է։ Այժմ եղբայրներ, եթե կամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչով օգտակար կլինեմ։ Եթե չխոսեմ կամ հայտնությամբ, կամ գիտությամբ, կամ մարգարեությամբ, կամ էլ ուսուցմամբ, որպես օրինակ վերցրեք երաժշտական անշունչ գործիքները, սրինգը կամ քնարը։ Եթե սրանք տարբեր հնչյուններ չարձակեն, ինչպես կիմացվի, սրինգն է նվագում, թե քնար, կամ եթե շեփորը խառնաշփոթ ձայներ արձակի, ով պատերազմի կպատրաստվի։ Նույնպես եւ դուք, եթե լեզուների միջոցով հստակ խոսք չարտահայտեք, ինչպես կհասկացվի այն, ինչ ասվում է։ Այդ դեպքում օդի մեջ խոսած կլինեք։ Աշխարհում քանի տեսակ լեզուներ կան, բայց չկա ժողովուրդ, որ լեզու չունենա։
Արդ եթե չհասկանամ խոսքի իմաստը, օտար կլինեմ նրա համար, ով խոսում է ինձ հետ, ինչպես ինքն էլ ինձ։ Նույնպես եւ դուք, քանի որ նախանձախնդիր եք հոգեվոր պարգևներին, ջանացեք հարստանալ այն շնորհներով, որոնք նպաստում են եկեղեցու ամրությանը։ Հետևաբար, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել։ Եթե աղոթում եմ լեզվախոսությամբ, իմ հոգին է աղոթում, մինչդեռ միտքս մնում է անպտուղ։ Ուրեմն ինչ անել։ Կաղոթեմ եւ հոգով, կաղոթեմ եւ մտքով։ Սաղմոս կասեմ եւ հոգով, սաղմոս կասեմ եւ մտքով։ Այլապես եթե հոգով օրհնաբանես, նա ով այնտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանը ինչպես կասի ամեն, որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։ Դու կարող ես լավ գոհաբանություն մատուցանել, բայց ընկերը չի ամրանա։ Փառք Աստծո, ձեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, բայց որպեսի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ 5 խոսք ասել բանականությամբ, քան անթիվ անհամար խոսքեր լեզվախոսությամբ։ Եղբայրներ, երեխա մի եղեք դատողություն անելիս, այլ երեխա եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահաս եղեք։ Օրենքի մեջ գրված է. օտար լեզուներով եւ օտարի շուրթերով եմ խոսելու այդ ժողովրդի հետ, բայց ոչ էլ այդպես են լսելու ինձ։ Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների, այլ հավատացյալների համար է։ Հիշում եք հոգեգալստյան տոնի պատմությունը, որ լեզուները Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա։ Սա նշան էր անհավատների համար։ Եվ շատ ասում է, չէ, հիշում եք գործկառաքելոցի այդ դրվագը, որտեղ ասում է, որ շատ մարդիկ տեսան ու զարմացան, որտեղ այնտեղ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր որ լսեցին, որ այս գալիլեացիները, առաքյալները, որոնք կրթություն չունեին եւ ոչ մի ուրիշ լեզու, օտար լեզու չէին խոսում, հանկարծ այս մարդիկ խոսում են իրենց հասկանալի լեզուներով՝ պարսկերեն, իլամերեն, արամերեն եւ այլն։ Այսա եղավ հրաշք, որը որ տեսան բազմաթիվ մարդիկ եւ դարձի եկան ու մկրտվեցին դառնալով քրիստոնյա։ Ապա եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի եւ բոլորն էլ լեզուներ խոսեն, երբ անտեղյա կամ անհավատ մարդիկ մտնեն այնտեղ, արդյոք չեն ասի դուք գժվել եք։ Իսկ եթե բոլորն էլ մարգարեանան եւ անհավատ կամ անտեղյակ մեկը մտնի այնտեղ, բոլորի կողմից կհանդիմանվի իր հանցանքների համար, բոլորի կողմից կքննվի եւ նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով կերկրպագի Աստծուն եւ կխոստովանի արդար եւ Աստված ձեր մեջը։ Այս առաջին հատվածը նախ փորձենք այստեղ կանգ առնել, ուրեմն կարծում եմ, որ բովանդակությունից, եթե ամբողջական մենք կարդում ենք ամբողջական տեքստը եւ բովանդակությունը, արդեն հստակ է ինչ է ուզում անի Պողոս առաքյալը։ Շատ կարևոր է, որ հիմնականում Պողոս առաքյալը ընդգծում է, որ եկեղեցին, համայնքը, հավատացյալներին ամրացնելն է ամենակարևոր առաքելությունը յուրաքանչյուրիս համար։ Այստեղ հիմնականում Պողոս առաքյալը երկու շնորհներ է համադրում իրար. լեզուներ խոսելու եւ մարգարեության շնորհը։ Եվ առասարակ լեզուներ խոսելու այդ շնորհը, ինչպես որ այստեղ է ընդգծում, թեև մարդիկ կարծում էին, որ դա շնորհ է, խոսքը այդ բարբաջանքի մասն է, ոչ թե օտար լեզուներով խոսելու շնորհը, որը ստացան առաքյալները Պենտեկոստեին կամ հոգեգալստյան, դրա մասին չի խոսքը։ Այդ էքստազիկ վիճակում հայտնված այդ բարբաջանքը, որը վաղ քրիստոնեական շրջանում, հատկապես Կորինթոսում, դա հեթանոսական ծեսից մնացած ատրիբուտ էր, որը դեռ պահպանված էր մարդկանց մոտ եւ շատ խորը արմատներ ուներ այս մարդկանց մոտ։ Եվ սա գայթակղիչ մի տեսակ ծիսակարգ էր, եթե կարելի է դա համարել, որտեղ հեթանոսության մեջ դա ծիսակարգ էր։ Եվ սա շատ գայթակղիչ էր, երբ որ մարդը այդ էքստազի մեջ ընկած, ինչ որ անհասկանալի, այսպես վերացական վիճակի մեջ է հայտնվում եւ անհասկանալի հնչյուններ է արտաբերում։ Գայթակղությունը այստեղ այն էր, որ մարդիկ ասում են, որ այս կերպով Աստված ինչ-որ խորհուրդներ է մեզ հայտնում, կամ ինչ-որ գաղտնիքներ է մեզ հայտնում, կամ իր կամքն է այս շնորհի միջոցով մեզ փոխանցում։ Բայց ինչ օգուտ, երբ որ նախ դու չես հասկանում, այդ ինչ խորհուրդ է Աստված քեզ փոխանցում։
Եվ առավել եւս քեզ լսողները չեն հասկանում, թե Աստված ինչ խորհուրդ կամ ինչպես է կամ ինչ կամքի մասին է խոսում, երբ որ այդ ամեն ինչը դառնում է անհասկանալի եւ անընկալելի լսողների կամ մարդկանց կողմից։ Եթե նույնիսկ այդ ամեն Աստծուց է, Պողոս Արաքյալի միտքը հենց սա է, որ եթե նույնիսկ այդ ամեն ինչը Աստծուց է, ինչ օգուտ դրանից եկեղեցուն։ Եթե դա նույնիսկ քեզ է օգուտ, լավ հասկացանք, բայց որտեղ է քո օգուտը, այստեղ, որ բոլոր զարմանան, ասեն, այս ինչ շնորհելով լեցուն մարդ է, այսինքն քո անձի փառքն ես փնտրում, թե Աստծո փառքն ես փնտրում։ Ինչ օգուտ դրանից եկեղեցուն, հետևաբար ինչ օգուտ դրանից Աստծուն, որտեղ է, այստեղ փառաբանվում Աստված։ Եվ Պողոս Արաքյալը ենթատեքստով հենց դա է ուզում ասի, որ դրանով Աստված չի փառաբանվում։ Իսկ մարգարեությունը, որի մասին խոսում է Պողոս Արաքյալը, ընդգծում է, որ դա հասկանալի է դառ, մարգարեությունը գիտեք որն է, Աստծո խոսքի փոխանցումը մարդկանց։ Երբ որ ես խոսում եմ ավետարանը, կարդում եմ եւ փորձում եմ ձեզ բացատրել։ Սա է նշանակում, այս խորհուրդն ունի եւ այլ։ Մարգարեությունը Աստծո կամքի փոխանցումն է մարդկանց, դա գուշակություն չի։ Մարգարեանալ նշանակում է Աստծո կամքը փոխանցել մարդկանց։ Հին կտակարանում, չէ, ինչ էին անում մարգարեները։ Մարգարեն դա պաշտոն էր, որին հատուկ ընտրվում էին Աստծո կողմից ընտրվում էին հատուկ մարդիկ, որոնց միջոցով Աստված իր խոսքը, իր կամքը փոխանցում էր մարդկանց։ Այսա գուշակության մասին չի խոսքը։ Չէ, հիշում եք, մարգարեի միջոցով Աստված թագավորին էր ինչ-որ բան զգուշացնում, մարդկանց էր, քաղաքի բնակիչներին, երկրի բնակիչներին, ինչ-որ բաներ փոխանցում։ Հիմա նույն Աստծո խոսքը փոխանցել մարդկանց դա մարգարեություն է։ Եվ սա արվում է պարզ հասկանալի, մատչելի, ընկալելի լեզվով եւ բանականությամբ։ Ինչը որ հիմա ես անում եմ։ Չէ, ես խոսում եմ ձեզ բոլորիդ հասկանալի, պարզ եւ փորձում եմ հնարավորինս խոսել մատչելի։ Եվ փորձում եմ խոսել հնարավորինս տրամաբանված։ Որպեսզի բոլորիդ համար հասկանալի լինի, այլապես ձեր ներկայությունը այստեղ ինչ իմաստ ունի։ Կամ ով կգա այստեղ, երբ որ պիտի գա նստի ու ոչինչ չհասկանա։ Եվ ինչպես որ Պողոս Արաքյալն է օրինակ բերում, հա, երաշտական գործիքների օրինակն է այստեղ բերում։ Եթե երաշտական գործիքը չի հնչում հատուկ երաշտական կանոնների համաձայն, իր արձակած հնչյունը ոչ մի արժեք չունի։ Ասենք, ոնց որ ձեզանից կամ ես վերցնեմ որևէ երաշտական գործիք, որ երբևէ չեմ նվագել ու փորձեմ ինչ-որ բան անել։ Երբեք երաշտություն դուք չեք լսի։ Եվ արձակած ձայներն էլ երբեք ձեր ականջին հաճելի չի լինի։ Ընդհանրապես ձեզ պիտի խանգարի։ Հետևաբար, որպեսզի երաշտական գործիքը երաշտություն նվագի կամ արտաբերի, ուրեմն հատուկ ինչ-որ կանոնի պիտի հետևես։ Հատուկ կարգ ու կանոնի դու պիտի հետևես։ Նույնը եւ բնականաբար հոգեվոր կյանքում։ Եթե ամեն ինչ անկան, իսկ այդ լեզվախոսությունը, այդ բարբաճանքը, ինքը անկանոն ինչ-որ հնչյունաբանական ինչ-որ համակարգ է, որը ոչ մի կանոնի չի ենթարկվում։ Ես օրինակ մի առիթով այդպես առիթ ունեցել եմ ոչ մի անգամ լսելու, թե մարդիկ ինչպես են այդ լեզվախոսությամբ, այդ լեզուները խոսում, իբր թե։ Օրինակ մի դեպքում հիշում եմ, որ ոչ մի հնչյուն, ոչ մի տառ, ոչ մի բառ ես չհասկացա, որտեղ ոչինչ չէի նշանակում։ Մեկ ուրիշ դեպքում երկու բառ հայերեն, երկու բառ անգլերեն, երկու բառ ռուսերեն, ինչ-որ գրաբար, արևմտահայերեն, ինչ-որ տարբեր լեզուների, ինչ-որ միքս էր։ Երկու բառ էս լեզվից էր խոսում, այդ մարդը երկու բառ էս լեզվից էր խոսում, երկու բառ իբր թե աղոթում է։ Այսինքն նույնիսկ այդ մարդը անգլերեն էլ չգիտեր, վստահաբար, ֆրանսերեն էլ չգիտեր կամ, բայց լսել ինչ-որ հեռուստացույցում երևի թե կամ սերիալներով լսել է, ինչ-որ բառեր, ինչ-որ արտահայտ կպցրել է, ստացել է ինչ-որ մի հատ աղոթ, կարծես թե։ Ասենք, այսպես անկանոն չի լինում։ Լեզվախոսություն այդպես անկանոն չի լինում, կամ խոսում ես մի լեզվով կանոնավոր եւ հասկանալի, կամ էլ չես խոսում։ Երբ որ այդ մարդը վերջացրեց, ասեցի հիմա դու ես բոլոր լեզուներով որ աղոթեցիր, այդ բոլոր լեզուները տիրապետում ես, ասեց այո։
ասում դե փորձիր որևէ մի լեզվով ինչ որ մի միտք ասել։ Իհարկե չկարողացա, որտեղ իրականում մարդու խոսացած այդ անգլերեն երկու բառն էլ արտաբերես սխալ է արտաբերում այդ անգլերեն բառերը։ Ասենք հա կարող է սպարսկերեն չգիտեմ, ֆրանսերեն չգիտեմ, բայց գոնե անգլերենի ծանոթ եմ կամ ռուսերենի ծանոթ եմ, գոնե հասկանում եմ, որ այդ բառերը այդպես չի արտաբերվում։ Իրեք այստեղ Պողոս Առաքյալը այսպես ուղիղ չի ասում կորինթացիներին, որ լեզվախոսությունը վատ է։ Ինչու՞։ Որովհետև այս մարդկանց մոտ այդ ավանդույթը արմատացած էր։ Եվ եթե այսպես կտրուկ ու միանգամից ասեր, որ դա չի կարելի, գուցե Կորինթոսի հավատացյալներ իրեն չլսեին, որտեղ պիտի ասեին մենք դարերով կամ տարիներով այս ավանդույթը ունենք։ Իրենք սովոր էին դրան եւ սովոր էին այդ ծեսին։ Իրենց թվում էր, որ իրենք լավ բան էին անում։ Եվ դրա համար Պողոս Առաքյալը շատ նուրբ եւ այսպես հերվից է գալիս։ Միանգամից չի ասում, որ դա վատ է, բայց հասկացնում է, որ դրա փոխարեն սա արեք։ Եվ որ դուք մարգարեության շնորհին հետամուտ լինեք, այդ ժամանակ կհասկանաք, որ լեզվախոսությունը վատ է կամ սխալ է։ Հիմա ուրիշ հարց է, դու ուզում ես Աստծո խոսքը ընկալել եւ նաեւ փոխանցել, թե չես ուզում։ Հիմա վստահաբար շատ աղաններ դրան չեն կոչված, որ Աստծո խոսքը իրականում փոխանցեն մարդկանց։ Շատ աղաների նպատակը մարդկանց մոլորեցնելն է եւ դրա համար իրենք մարգարեության շնորհը չեն ընդունում։ Կամ մարգարեության շնորհին հետամուտ չեն։ Լեզվախոսությունը մարդկանց ինքը գայթակղիչ է եւ մարդկանց գայթակղեցնելու ամենաուղիղ ճանապարհն է։ Փոխանցել այդ ժամանակ դու ջանք կգործադրես ընթերցելու Սուրբ Գիրքը, սովորական քեզ հասկանալի լեզվով, մարսելու այն ինչ որ Աստծո խոսքը քեզ թելադրում է կամ պատգամում է եւ փորձել դա ապրել։ Այդ ժամանակ արդեն լեզվախոսությունը քեզ համար կդառնա անիմաստ մի բան։ Իրական քարոզխոսությունը հասկանալի, պարզ, մատչելի լեզվով։ Իսկական քարոզխոսությունը օգնում է, որպեսզի եւ կամ տալիս է մարդուն հնարավորություն ապրելու Քրիստոսի պատգամներով։ Ինչպես ենք մենք մարդկանց փորձում քրիստոնեական ճանապարհի վրա պահել կամ օգնել, որպեսզի մարդը գնա ավետարանի ճանապարհով։ Պարզ քարոզելով, ոչ թե լեզվախոսության։ Մարդուն բացատրելով, մատչելի, հստակ, բացատրելով, որ սա է ճշմարտությունը, այսինքն մարգարեությունը օգնում է, որ դու մարդուն բերես պատվիրանապահության ճանապարհին կանգնեցնես։ Նաև մարգարեությունը մխիթարում է մարդկանց։ Դա միջոց է մարդկանց մխիթարելու, երբ որ մարդը անհանգիստ է, երբ որ մարդը նեղված է, երբ որ մարդը վիրավորված է, անհանգիստ է, տարբեր հոգեվիճակներում կարող ենք լինել։ Աստծո պարզ մատչելի խոսքը մարդուն կարող է այդ վիճակից հանել։ Լեզվախոսությունը երբեք մարդուն այդ վիճակից չի հանի։ Քարոզխոսությունը կամ մարգարեությունը մարդուն իր հավատքի մեջ է ամրացնում եւ իր հավատքի մեջ զորացնում։ Մարդը երբ որ ինքը իր մեջ փնտրում է հնարավորությունները, ինչպես ապրել պատվիրանապահությամբ, ինչպես հասկանալ այս պատգամը, ինչպես այդ պատգամը կիրառել իր սեփական կյանքում, իր հոգևոր փորձառությունը եւ նաեւ ընկալումները հաշվի առնելով։ Առհասարակ շատ հստակ է ու միանշանակ է, որ Աստվածպաշտությունը, հոգևոր կյանքը եւ մասնավորաբար Աստվածպաշտությունը բացառում է էգոիզմը։ Չի կարող էգոիզմ դրսևորել առհասարակ կյանքում, դա սխալ է, առավել եւս Աստվածպաշտության մեջ եւ հավատքի կյանքում բացառված է էգոիզմը, որտեղ դա միանշանակ հակասում է, երբ որ դու տրվեցիր էգոիզմին, դու այդ հավատքի կյանքը կամ Աստվածպաշտության մեջ չես կարող լինել անկեղծ։ Առնվազն գոնե ինքդ քո հետ չես կարող լինել անկեղծ։ Դու պետք է սկսես ինքդ քեզ խաբել։ Այդտեղից սկսում է դիմացնին խաբել, Աստծուն խաբել եւ մյուս բոլոր նման խոտերի ճանապարհները։ Եվ մյուս կարևոր բանը, Աստվածպաշտությունը պիտի լինի հասկանալի, ընկալելի, որպեսզի մարդը պիտի, գիտեք, այդ հոգևոր կյանքում այսօր էլ շատ հաճախ կտեսնեք, որ մարդիկ ասում են, որ կարևոր չի մենք հասկանանք, կարևոր է այդ հոգևոր ապրումն է, որ ունենանք, ասենք, կարելի է, հա, ինչ որ շարականի երգեցողություն լսել պատարակին կամ ժամերգությանը, երաժշտության այդ ելևէջների ազդեցության տակ, ինչ որ այսպես վերացական վիճակի մեջ հայտնվել կամ սավառնել, աշկերը փակելու սավառնել երկնքում, դա դեռ չի նշանակում հոգևոր կյանքու աղոթք։
Շատ կարևոր է, որ մարդը հստակորեն գիտակցի ու հասկանա ինչ է տեղի ունենում, ինչ ենք մենք աղոթում։ Եվ մյուս կարևոր բանը այս հատվածի վերջում ասում է, որ երբ որ մարդը մտնի ձեր եկեղեցի եւ դուք աղոթեք հասկանալի լեզվով կամ մարգարեանաք, մարդը ինչ կանի ասում է բոլորի կողմից կհանդիմանվի իր հանցանքների համար, բոլորի կողմից կքննվի եւ նրա սրտի գաղտնիքները հայտ կգան եւ նա ծնկի կիջնի եւ կասի արդար եւ Աստված ձեր մեջ է։ Այսինքն ուզում ասի, որ հասկանալի խոսքը, ձեր աղոթքը, ձեր հասկանալի խոսքը, ձեր աստվածպաշտությունը հասկանալի, այդ մարդուն հնարավորություն կտան ինքը իր մեղքերը տեսնելու։ Երբ որ մտավ, հասկացավ այնտեղ ինչ է տեղ ունենում, մարդը սկսի ինքը իր մեղքերը տեսնելու, սկսի ինքը իրեն քննի, ապաշխարի եւ ծնկի գա Աստծո առաջ եւ խոստովանի Աստծուն։ Չէ՞ որ յուրաքանչյուր հավատացյալի, յուրաքանչյուր մարդու առաքելությունը հենց սա է։ Խոստովանել, տեսնել իր սխալները, խոստովանել եւ ծնկի իջնել Աստծո առաջ, խնդրել Աստծո ողորմություն ու սերը։ Արդ ինչ անել, եղբայրներ, երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։ Լեզուներով խոսելու դեպքում, եթե երկու կամ ամենաշատը 3 հոգի են, մեկ առ մեկ թող խոսեն, մեկն էլ թարգմանի։ Իսկ եթե չլինի մեկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում, իրենց մտքում խոսեն Աստծո հետ։ Բայց մարգարեները թող 2 կամ 3 հոգով խոսեն, եւ մյուսները քննարկեն։ Իսկ եթե նստածներից մեկին հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Բոլորդ էլ կարող եք մեկ առ մեկ մարգարեանալ, որպեսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարվեն։ Մարգարեների ներշնչումները ենթարկվում են մարգարեներին, որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։ Կանայք բոլոր եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես օրենքն է ասում։ Իսկ եթե ուզենան ինչ որ բան սովորել, տանը իրենց ամուսններին թող հարցնեն, քանի որ կնոջ համար անպատշաճ է եկեղեցում խոսելը, թե Աստծո խոսքը ձեզանից ելավ կամ միայն ձեզ հասավ։ Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր անձ է, թող իմանա, որ Տիրոջ պատվերն է այն, ինչ գրեցի ձեզ։ Իսկ եթե մեկն այն անտեսի, ինքն էլ կանտեսվի։ Հետևաբար եղբայրներ, նախանձախնդիր եղեք մարգարեանալուն եւ մի արգելեք լեզուներով խոսելը, եւ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ եւ կարգ ու կանոնով թող լինի։ Երկրորդ հատվածում, ինչպես նկատեցիք, Պողոս Առաքյալը անդրադառնում է եկեղեցու կարգ ու կանոնին։ Ինչի մասին մենք շատ ենք խոսում, ինչի կարիքը մենք շատ ունենք, այս կարգ ու կանոնը եւ առասարակ եկեղեցու համայնքային կյանքին է վերաբերում եւ նաեւ յուրաքանչյուրի անձնական հոգեվոր կյանքին։ Թեկուզ մեր ներսում, մեր հոգեվոր կյանքի մեջ պիտի լինի այդ կարգ ու կանոնը։ Մենք որով մեզ պիտի զսպի, որ մեզ պիտի ոչ թե սահմանափակի, այլ ներքին այդ ներդաշնակությանը առաջնորդի։ Եթե չեղավ այդ կարգ ու կանոնը, այդ ներքին ներդաշնակությունը հնարավոր չի ապրել։ Եվ Պողոս Առաքյալը պատահական չի, որ այստեղ հստակ փորձում է ընդգծել, որ ամեն ինչ պիտի լինի բոլորդ միանգամից պետք չի որ խոսեք։ Դե բնական է, չէ՞, եթե մարդիկ մի քանի հոգի միանգամից խոսեն, ով այդ մարդկանց կլսի ու կհասկանա։ Այդ կլինի լեզվախոսության պես մի բան։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ են խոսում, դու չես հասկանում, ով ինչ է ասում։ Ասում է խոսեք մեկ-մեկ, խոսեք հերթով։ Էսա կարևորը։ Այսինքն իրար լսեք։ Եվ նաև հետաքրքիր ասում է, եթե լեզուներ խոսում եք, խոսեք լեզուներով, բայց թարգմանեք։ Եթե չեք կարող թարգմանել, մի խոսեք։ Որտեվ թարգմանել հնարավոր չի այդ լեզուն։ Խնդիրը հենց սա է։ Հնարավոր չի թարգմանել այդ լեզուն։ Չկա այդ թարգմանությունը։ Եթե դա հստակ գիտական լեզու չէ, ինչը դրա պիտի թարգմանես։ Իսկ ինչ վերաբերում է կանանց, հերթը ասավ կանանց, որ շատ մարդիկ այսօր մանավանդ ճակերտներով առաջադեմ մարդիկ ասում են, այս ինչ հարգալից կամ ստորացուցիչ վիճակ է կանանց մասին ինչպես է այստեղ խոսում, որ կանայք թող եկեղեցում չխոսեն, կանայք թող եկեղեցում լուռ մնան։ Իրականում պետք չի այս հատվածից այսպես վատ զգալ, հատկապես աղջիկներին ու կանանց է խոսքս ուղղված։ Այս հատվածը միշտ նայեք հետևյալ կոնտեքստի մեջ, պատմական կոնտեքստի մեջ։
Վաղ քրիստոնեական շրջանում եւ այն ժամանակ այո կինը ստորադասված էր։ Առաջին դարում կանայք տղամարդու նկատմամբ ստորադասված, կնոջները ստորադասված էր տղամարդու։ Եվ այն ժամանակվա մշակույթը կամ ընկալումներն էր այդպիսին, կինը չպիտի խոսեր, հասարակական վայրերում միշտ չէ որ կինը ձայնի իրավունք ուներ։ Հիմա լավ է թե վատ է, այն ժամանակ այդպես էր կարգը։ Ընդհանված մշակույթը կամ ավանդույթը այդպիսին էր։ Եվ այս Պողոս Արաքյալի այս հատվածը կանանց մասով, սա պիտի մենք դիտարկենք այն ժամանակվա ընկալումն ու նաև դիտարկենք այդ ժամանակվա տրամաբանության մեջ։ Այսօր բնականաբար այդ նույն այս կոչը կամ այս հորդորը այսօր այդպես չի աշխատում։ Որտեղ սա կոնկրետ ինչ-որ աստվածադիր կանոն չէ, որ կինը չպիտի խոսի։ Սա ընդհանրապես այն ժամանակվա ավանդույթն էր կամ կարգն էր այդպիսին հասարակության մեջ։ Այսօր բնականաբար աշխարհում այդ կնոջները այդպիսին չի կամ այդպես ստորադասված չի եւ փառք Աստծո որ այդպես չի։ Որտեւ իրականում եթե մենք նայում ենք Քրիստոսով կնոջները բարձրացավ եւ կինը ու տղամարդը դրվեցին հավասար հարթության վրա, առանց մեկը մյուսին ստորադասելով։ Բայց բնականաբար մեզ համար հասկանալի է, որ հին աշխարհում կինը ստորադասված էր եւ սա փաստ է, որին ընդունենք թե չընդունենք, գնահատական ինչ կտանք դա յուրաքանչյուրի գործն է, բայց հիմա այդ փաստն է, որը որ պիտի դրա այդ հաշվի նստենք։ Եվ այս տրամադրության մեջ Պողոս Արաքյալը ասում է, որ կինը պետք է լռի կամ կնոջը պատշաճ է, որ լռի։ Իմիջիայլոց հրեական ռաբիների պատկերացմամբ, ընկալմամբ կին օրենքի համար չէր։ Եվ այսպիսի մի խոսք ունեին, ասում էին կնոջը օրենքներին սովորեցնել նշանակում է վարժեցնել անաստվածության։ Այսինքն իրանց ընկալմամբ այսպես էր, հրեական ռաբիների այդ պատկերացմամբ այդպիսին էր ընկալումը, որ կինը չէր կարող օրենք սովորել եւ չէր կարող օրենքին հետևել, չէր կարող օրենք պահել։ Օրենքը դա կոնկրետ տղամարդը պիտի սովորեր եւ նաեւ թելադրեր կնոջը կամ պարտադրեր կնոջը։ Հիմա լավ է թե վատ է, այսպիսին էր այն ժամանակվա ասածը սա է։ Նաեւ մեկ ուրիշ ձևակերպամբ նույն հրեական ռաբիները ասում էին կնոջ օրենքներ սովորեցնել նշանակում է մարգարիտները շաղտալ խոզերի առաջ։ Մոտավորապես այսպիսի ձևակերպում էին անում։ Բայց նորից եմ ասում, սա այն ժամանակվա մտայնություն էր։ Հիմա խնդիրը այն է, որ կինը այսօր մեր եկեղեցում կարևոր դերակատարություն ունի, կանայք, աղջիկները, բոլորը, այսինքն Աստծո համար սեռային այդ տարբերությունը գոյություն չունի, եւ բնական է, որ այդպես է։ Աստծո համար չկա տարբերություն, կին է թե տղամարդ է։ Առաջին հերթին եւ ամենակարևորը մենք խոսում ենք մարդու մասին։ Հետո նոր թե ինչ սեռի է պատկանում, սա արդեն ուրիշ հարց է, բայց հոգեվոր կյանքում Աստծո համար այդ տարբերությունը բացարձակ ոչ մի դերակատարություն չունի։ Ինչքան տղամարդը կարող է սուրբ լինել, այնքան կինը կարող է սուրբ լինել եւ հակառակը։ Հեչ որ չէ, ուրիշ ասում եմ, ամենահստակ ու ամենացայտուն օրինակը, որ դրանից այն կողմ էլ ոչինչ ասել չի կարելի, Աստվածամոր օրինակն է։ Մայրամ Աստվածածնի օրինակը վերցրեք։ Հիշեք Մայրամ Աստվածածին ու ամեն խոսակցություն այսօր փակվում է։ Ով ասաց, որ կնոջները այսօր եկեղեցում ստորադասված է։ Այն ինչ որ կարար աներ կինը, ոչ մի տղամարդ չկարողացավ անել։ Կնոջ միջոցով փրկվեցինք մենք բոլորս, որտեղ եթե Աստվածածինը չհամաձայնվեր, որ Աստված մարդանար, Աստված գիտի մեր հետ ինչ էր լինելու։